Երկվորյակների համար բարեխառն է մայիսը, ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական իմաստով։ Առհասարակ ծանր մորակ Սատուրնի մուտքը խոյ կենդանակերպ, իհարկե դա բարենպաստ է հրեղեն կենդանակերպերի համար, այսինքն խոյերի, առյուծների, աղեղնավորների համար, նաև օդի նշանների համար, ինչպես երկվորյակների, այնպես քշերքների եւ ջրհոսների համար նույնպես բարենպաստ է։ Մայիսի սկիզբը իհարկե բարդ է երկվորյակների համար, որովհետև Մերկուրին եւ Արեգակը գտնվելու են նրանց 12-րդ տանը, որը ստվերային տունն է, գաղտնի թշնամիների տունն է, անցյալից եկող գաղտնիքների տունն է, եւ այստեղ իհարկե նաեւ ես մշտապես դրա մասին խոսում եմ, նաեւ իմ բոլոր ելույթներում եւ YouTube-յան տեսանյութերում, որ մեկ ամիս առաջ եւ մեկ ամիս հետո ծննդյան օրվանից հետո իհարկե մարդու բիոդաշտը դառնում է խոցելի եւ խնդրահարույց, այսինքն զարգացումներ են հնարավոր, որովհետեւ արեգակները, որոնք գտնվում են նախորդ կենդանակերպում, այսինքն կոնկրետ ձեզ համար ցուլ կենդանակերպը նախորդ կենդանակերպն է, նախորդում է ձեզ երկվորյակներ, ահա իրար չեն տեսնում եւ իրար այդ լույսը, այսինքն ակտուալ արեգակը ձեզ չի հասցնում այն լույսը, որը անհրաժեշտ է այսպես բնականon եւ առողջ գործունեության համար։ Բայց իհարկե իրավիճակը սիրելի երկվորյակներ կփոխվի մայիսի 20-ից հետո, երբ արեգակ արդեն մոտ գործի երկվորյակներ, արդեն ձեզ մոտ մեծ աշխուժություն կլինի, էներգիան ձեր կվերականգնվի, առույգ ձեզ կզգաք, ուրախ ձեզ կզգաք եւ հատկապես այդ նորալուսինը մայիսյան, որը տեղի կունենա մայիսի 27-ին, կազդի այն երկվորյակների վրա, ովքեր ծնվել են մայիսի 25-ից 29 ընկած ժամանակահատվածում եւ նրանց կյանք, այսինքն քանի որ նրանց սոլար արեգակն այն վերադարձը կհամընկնի այդ նորալուսնի հետ, նրանց կյանքում նոր զարգացումներ են լինելու, դրական զարգացումներ են լինելու, բարենպաստ զարգացումներ են լինելու ամբողջ գալիք տարվա ընթացքում, այսինքն 25 եւ 26 թիվը մինչեւ մայիսը 26 թվի։ Եվ նաև հիշեցնեմ, որ մեծ բարերար մոլորակ Յուպիտերն է գտնվում երկվորյակներում, սիրելի երկվորյակներ, եւ մայիսի ընթացքում նա զբաղեցնելու է 21-ից 27 աստիճանները, հատկապես կազդի այն երկվորյակների վրա, ովքեր ծնվել են հունիսի 10-ից 19 ընկած ժամանակահատվածում, եւ դա ձեզ եւս բարենպաստ է ձեզ համար, այսպես ստեղծում է բացառիկ հնարավորություններ եւ շանս ավելի առաջ գնալու, հովանավորչություն ստանալու, դրական զարգացումներ են ապահովում ձեր կյանքում եւ այլն, այսինքն օգտվեք, շտապեք օգտվել մեծ բարերարը հունիսի 10-ին 2025 թվականի սիրելի երկվորյակներ հեռանալու է ձեր կենդանակերպից եւ այնտեղ կվերադառնա միայն 12 տարի անց, այնպես որ բացառիկ շանս է, օգտվեք։